Խմբապետ Շավարշը, հեղինակ Եղիշե Չարենց։ Փողոցում լռություն էր ու թանձր խավար, առավոտը մոտ էր, բայց դեռ չէր բացվում, իսկ հյուրանոցում խմբապետ Շավարշը խմում էր ու մուժով լցվում։ Խմբապետ Շավարշը։ Մի հաղթ տղամարդ, երեսին վերից վար դաշույնի հարված։ Այդ հարվածն համարում էր իր դեմքի զարդը։ Մանավանդ, երբ դժգոհ էր ու մի քիչ հարբած, այդ հարվածն ու բեղերը, դեղին, ոլորած, երկու խուրձերեղեն, երկու առու, որ ծանր իջնելով կզակի վրա նրան տալիս էին քաջի համարում, և մռայլ աչքերը բիբերում արյուն և խիտ հոնքերի գերանդին։ Նա իրեն համարում էր անհաղթ առու, որպես հրաշք ելած հայ ցեղի արգանդից։ Շավարշը խմում էր, լուռ, մռայլ, բազմած, սեղանի գլուխը որպես ամպ ծանր, և ամեն բաժակը քամած նրան դարձնում էր ավելի համր։ Մենակ չէր Շավարշը։ Նրա հետ նստած, նրա քաջ խոխեքը, իր խմբի տղերքը, իրենց խմբապետի հռչակին վստահ, անվերջ խմում էին ու հոսում էր երգը. Իգդիրցի Եգորը, Ղարսեցի Հարոն, Մշեցի Թաթիկը ու Սաքոն Ղաչաղ, որոնցից վախենում էր անգամ ինքը Դրոն, որ իրենց կանչել էր առավոտը վաղ։ Նա նրանց կանչել էր առավոտ 6-ին, Շավարշին կարգադրել էր, որ բերի իր խումբը։ Գիտեին, որ ուզում է ուղարկի գործի, և ահա, Շավարշը մինչև այդ խմում էր։ Շավարշը մռայլ էր։ Մի մթին կասկած օձի պես կրծում էր նրա սիրտը, սեղանի գլուխը մութ, մռայլ բազմած, անդադար խմում էր ու հայացքը բիրտ էր։ Կանչել է Դրոն առավոտ 6-ին, մտածում էր Շավարշը, բայց ինչու է կանչել, ասաց ղրկելու է կարևոր գործի, և թողեց, որ կասկածը մինչև լույս տանջե և ուտի իր սիրտը, ինչու չասաց, թե այդ ինչ գործի է ուղարկում նա, ուղեղում վխտում էր կասկած հազար, մտածում էր՝ գնա՞, թե չգնա, ով գիտե Դրոյին, այո, ով գիտե, կարող է սարքել 1000 դավ, Դրոն, դժվար է կռվել հետը, չուզեց խաթրով անի, կանի զոռով, կհանի իր վրեժը, երեկ չէր միթե, որ Շավարշն սպառնաց շտաբը քանդել, ինչու՞, որովհետև ռուսահայ սպաներ են իշխում այնտեղ։ Ռուսացած սպաները, օսլայած տղերք, ձեռքներին ձեռնոցներ, դեմքներին պուդրա, ոչ զենք են տեսել, ոչ կռիվ, մերկ աղջիկներ են միայն տեսել դրանք։ Եվ դրանք ահա, այդ լակոտները, որոնց ինքը կարող է տանել բաղնիք, ուզում են, որ խմբապետները իրենց ձեռքին դառնան կույր խաղալիք, ուզում են տիրանան երկրին, բանակին, հաստատեն ռսացած մի իշխանություն, բայց ո՞նց նա կռանա դրանց տակին, կնի՞կ է ինքը, թե կատու։ Իսկ Դրոն, իգդիրցի այդ խմբապետը, որ եղել է հերոս, անվախ տեռորիստ, Դրոն նրանց հետ է և ուզում է դառնա մինիստր, ռազմական մինիստր։ Լավ, հետո՞։ Ինչ պիտի անի հետո նա։ Դե որ մինիստր դառավ, կարող է բոլորին տա գետնովը, կարող է հավաքի իգդիրցիներին, բռնոտի բոլորին, զինաթափի, սպանի, ջանդակները շներին գցի, որ ծաղկի իր շտաբը։ Խռնվեցին մտքերը Շավարշի գլխում, գլուխը ծանրացավ, լցրեց ու խմեց։ Սրտում մռմռացող կասկածը խուլ դառնում էր հետզհետե մեծ։ Դե Դրոն թագավոր է, դեռ երեկ էր, սպանեց իր տղերքից երկուսին, որովհետև այդ տղերքը հարբած թքել էին մեկի երեսին, կառքից իջեցրել էին ու դեմքին թքել, հետո դուրս էր եկել, որ մինիստր է, դե տղերքը հարբած են եղել, հարբածին էլ ինչ մինիստր, թքել էին դեմքին ու նստել նրա կառքը, մինիստրի կառքը, վա՜յ, հարամզադեք, բայց հո չկործանվեց աշխարհքը, մինիստրը աշխարհ էր ազատել, իհարկե սխալ էր։ Իհարկե Դրոն վարվել էր անվայել, վարվել էր տմարդի, խաբելով կանչել էր նրանց միլիցատուն, այդպես չի վարվի տղամարդը, խաբելով կանչել էր, թե կների,
Տղերքն էլ եկել էին և ահա միամիտ նրանց հանել էին կամերից ու կռներից խփել, միայն մի ինչ-որ հարբած մարդու ներկայությամբ, սուս ու փուս, գաղտագողի, անզեն, ով գիտե դրոյին, ինչքան է նա այդպես գաղտագողի հնձել, մեկը Թևիկն էր, Եգորի եղբայրը, Եգորը դրոյին կների, ոչ, ահա նստել իր մոտ, խմում է անդադար ու հարբած համբուրում է ընկերոջը, Ղարսեցի Հարոյին, լավ, Եգորը իր մարդն է այսուհետև, եղբոր պես լինելու է մոտիկ, հալալ, նույնիսկ կռվեն եթե, այ քեզ մինիստր, այ քեզ դրո, այ քեզ խմբապետ քաջ, ձեռքը խփեց սեղանին Շավարշը, հողը դղրդաց, խփեց ու խմեց, նորից խմեց, մռայլ ու ոչ մի բառ չասաց, գլուխը ծանր դրեց կրկին իր բռունցքի վրա, այդպես անշարժ մնաց, իսկ շուրջը աղմուկ էր, երգում էր Ղաչաղը, բայաթի էր թե երգ, թուրքերեն, որ լսել էր Շավարշը, երբ գլխում ծանրացել էր մի թանձր մեգ, սրտում խլրտում էր կասկածը դեռ, ուզում էր բարձրանա, թքի հացին, իրենց կերած հացին, շուռ տա սեղանը, արդեն մոտենում էր լուսաբացը, իսկ նա դեռ տատանվում էր, չգիտեր, թե կատարի արդյոք դրոյի հրամանը, ուզում էր տասնոցը հանի կրակի, բայց իրեն զսպում էր, մտածում էր. Վերջապես տղամարդի վարտիք է հագին, երակներում արյուն է և ոչ թե մածուն է, դե դրոն թագավոր է ու թող լինի, բայց հո չի կարող այդ մարդը ինչ ուզենա անի, բա իրա Շավարշի աշիրաթը, իր հետ է աշիրաթը, Շավարշը հիշեց, ուղեղում բացվեց լայնասիրտ ալագյազը, դուման, անաստեղ գիշեր, շների ոռնոց անհանգիստ, անցնում են գյուղերից, առջևից տավարը, հայկական, թուրքական գյուղերից քշած, գյուղերում ընկել է հավարը, լաչակ էր էդ գյուղերի գլխին քաշած, ճռճռում էին սայլերը, ձիերը դոփում, սայլերին երեխեք, կնանիք, բեռ, դումանը շոյող է, ինչպես զեփյուռ, ձիերի դոփյունը ինչպես երգ, առջևից տավարը, հետևից աշիրաթը, Շավարշի աշիրաթը, խնուսցիներ, որոնց տեղահան են արել, պատերազմի թաթը ու աշխարհում ցրել, շատերը կորցրած տուն-տեղ, ընտանիք, երեխեք, հայր-մայր, այժմ պատրաստ էին ամեն ինչ քանդել մի լավ ձիու կամ մի բեռ ալյուրի համար, ով էլ հանդիպեր, ումն էլ լիներ, ռսի, թուրքի, հայի, միևնույն չէ՞, միայն թե քաղցից չոռնար կինը, միայն թե երեխեն շունչը չփչեր, խնուսից ալաշկերտ, հետո Ղարս, ցուրտ, մերկ, սով, տիֆ, ինչքան մեռան, քաղցից կամ ետ չեկան ֆրոնտից, ամբողջ ճանապարհը դիակներ, մահ, ով մնաց, հասան վերջապես այն ռսի երկիրը, որի համար այնքան արյուն էին իրենք թափել, հասան, թափվեցին կիսամերկ և ինչ, մնացին երկնքի տակ բաց, ցուրտը հետևից, քաղցն առջևից, ոչ օգնություն, ոչ բան, ռուսահայ եղբայրներ, հա, ընդունեցին, թուրքից էլ վատ, այո, ռուսահայ եղբայրները, հայրենիք, հայ, կուշտ ականջները դինջ, ապահով, բայց ինչու ընդունեցին այդքան վատ, օտարի, թշնամու, գրողի պես, դե հայեր էին լիրբ, մուխանաթ, մտածում էր Շավարշը, հայեր են գեշ, այլասերված հայեր, ռսացած, ոչ կռվի երես տեսած, ոչ կռվի ահ, և դա չէր պատճառը, որ ոչխարների նման սարսափահար նրանք փախան ֆրոնտներից, տվին Էրզրումը, հետո Ղարսն, Ալեկպոլը, վայ ձեզ հայեր, Շավարշի գլուխը մտքերից եռում էր, Շավարշը դառը ծիծաղեց, խմեց ու հոսեցին կրկին մտքերը, իրարից ավելի պղտոր ու ծանր, իսկ Ղաչաղը երգում էր, դեռ երգում էր, հոսում էր դառնությունը համր, և հանկարծ Շավարշը այնքան պարզ, կարծես դեմը լիներ, կարծես կենդանի, հիշեց, առավոտը բացվում էր, թարմ շրջապատել էին թուրքական թալինը,
3 օր արդեն կռվում էին, շրջապատել էին գյուղերը 4 կողմից խիտ։ Մարմանդ լուսաբաց էր, երբ գյուղը զարթնեց հանկարծ թանձր ծխից։ Շավարշի տղերքը գիշերը վառել էին գյուղը մի ծերից, ու հիմա 4 կողմից խուժեցին նրանք ներս, փռելով իրենց շուրջը ահ, մահ, մահ, աղմուկ, ճիչ, լաց, սմբակների շռինդ, ինքը նստած սև ձին, ձեռին մաուզեր, փափախը թեք դրած, մի ձեռով պինդ գրկած ձիու բաշը արշավում էր, և հանկարծ ծարս եղավ Շավարշի ձին։ Ինչ զարմանալի հրաշք, Շավարշ, դիմացից դուրս եկավ մի հրեշտակ, չէ, կին։ Ձին սանձեց Շավարշը ու մնաց։ Ջաննեթի փերի էր, կին չէր, չէր տեսել Շավարշը այդպիսի կին։ Սարսափած աչքերով կինը նայեց շուրջը, աչքերը սև էին, սև ու ջինջ, սև մազերը թափված ուսերին, կուրծքը բաց, ալաբաստրե ճերմակ ձյուների նման շողշողում էր կուրծքը, ինչպես լուսաբացին ալագյազը, երբ ցնդում է դումանը։ Շավարշը սանձել էր ձին քարացել, ազդեցիկ էր տեսքը, հագի կաշվե սև զգեստը ձին տակի, որ սարսափահար, ծառացել, խփում էր մի ոտքը հողին, վրնջում էր, աչքերից թափվում էր բոծ, շանթ, ադամանդ ծուխ, Շավարշը լսում էր իր ձիու վրնջյունը և ուռչում էր կուրծքը, ուռչում, տեսարանը շքեղ էր, ինքը զարհուրելի, ծառացած կնոջ առջև, ինչպես Սուրբ Գևորգ, ու կնոջ աչքերը սարսափով լի, աչքերը որպես գիշեր, ու թվում էր ցնորք է։ Մի վայրկյան էր միայն, որ տևեց երկար, ինչպես դարը։ Շավարշը մի պահ միայն ուզում էր բաց թողնել ձին հետևից, վախենալով, որ կինը կանեանա, կտեսլանա հանկարծ, կցնդի, կդառնա գարնանային մշուշ, ամպ, ցող, ու կմնա լոկինքը ու ձին, գյուղամիջին ահից խրխնջացող, բայց պատահեց հանկարծ զարմանալի մի բան, կինը հևիհև, ինչպես ճերմակ փրփուր, ճերմակ ալիք, փռվեց Շավարշի նժույգի առջևը։ «Կուրբան», կանչեց կինը, «կուրբան սյանի»։ «Սյան միանմ իգիթըմ, սյան միանի ալ, միան սյավարըմ սյանի, իգիթ էրմյանի»։ Ձայնը աղբրի նման զուլալ։ Ինչ էր, ցնորք էր, զառանցանք, տենդ։ Քրտինքի մեջ կորած ձին լիզում էր թաց լնդերը և հազիվ էր դիմանում սանձին, երբ դիմացից հանկարծ, դիմացի խրճիթից, դուրս թռավ մի զինվոր ձեռքին դաշույն, հետո հիշում է Շավարշը, մի զարհուրելի ճիչ, հետո մշուշ, չեմ տա, գոռաց զինվորը, չեմ տա, Շավարշ իմն է։ Իմ ձեռքերից փախավ շանքածը, վրա պրծավ մռայլ ու շողշողաց դաշույնը, ու Շավարշին թվաց, թե հարբած է, ու հիշում է Շավարշը, կինը, վերքը կողին, թավալվում էր իր կարմիր արյան մեջ, և իր մաուզերի շողքը, ու զինվորի դիակը, իր ձիու սմբակների առջև։ Այն ինչ էր, ցնորք էր, զառանցանք, տենդ, խենթի պես, նրանց դիակների վրայով քշեց իր ձին, այրեց, ջարդեց, թափեց, քանդեց, գյուղը դաշտ դարձրեց կարմիր հնձի, կոտորեց, չհարցրեց ծեր, կին, աղջիկ, մանուկ, մինչև ուշ գիշեր ասպատակեց, հետո լուսինը կարծես արյան մեջ էր լողանում, իսկ գյուղը դիակ էր կարծես, կապված իր ձիու ասպանդակից։ Ուղեղում մշուշ էր կարմիր ալ արյունարբու, ուղեղում թուրք կնոջ մարմինը վառվում էր, որպես վերք, հետո հարբեց Շավարշը։ Գայլը արյունով է հարբում, իսկ Շավարշը մի գայլ էր, որ կորցրել էր մի էգ, մի սպիտակ, մի մաքուր, մի հրաշալի… Շավարշը բռունցքը խփեց սեղանին, խմեց,
և երբ սրբեց բեղերը բռունցքով, հիշեց իր ձիու բաշը, իսկ Ղաչաղը երգում էր դեռ, արդեն փողոցում ցրվում էր խավարը, մոտենում էր առավոտը, պղտոր բացվում, իսկ խմբապետ Շավարշը դեռ խմում էր ու մուժով լցվում, տղերքն հարբել էին, Թաթիկը, սիրեկանի նման գրկած Հարոյին համբուրում էր նրան հարյուրապատիկ, իսկ Եգորը հայհոյում էր Դրոյին: Շավարշը մտածում էր. մտքերի թելը, որ այնպես տարածվել էր Ղաչաղի երգից, թողնելով հիշողության, անցյալի երգ, Դրոյի շուրջը ոլորվեց կրկին, արդեն բացվում էր առավոտը, արդեն բաց կարմիր թանաքի նման Երևանի վրա թափվում էր հորանջող ու մգլած այգը, և Եգորի հայհոյանքն էր ողջունում նրան, միայն այդ հայհոյանքը, քաղաքում դեռ մարդիկ քնած էին ծանր, տագնապալի քնով, և բացվող առավոտը անտանելի մի բեռ էր, որ իջնում էր կրկին իր անմխիթար հունով, քաղաքը դեռ քնած էր լուռ, համր, ծանր, ներքևը միայն, հյուրանոցի առջևը, փողոցում կանացի, մանկական, թե պառավային մի ձայն վնգստալով օդն էր սղոցում: Շավարշը մտածում էր. հարկավոր էր իսկույն որոշել, հարկավոր էր գնալ կամ չգնալ, մնում էր մի 2 ժամ միայն, և նա որոշեց. նա կգնա, բայց մենակ, խումբը կազմ պատրաստ կսպասի քաղաքից դուրս, Փարաքարի մոտի այգիներում, հետո հայտնի կանի, զինվորներից լոկ 4-ը կգան իր հետ առավոտուն, Եգորը, Ղաչաղը, Թաթիկը, Հարոն: Հենց սրանք բավական են: կարո՞ղ է: Թող հարձակվի Դրոն: Բայց ո՞վ է նրա ձեռքը պահողը: Կարող է բանտարկի, կարող է հանկարծ սպանի տղերքից սրան կամ նրան: Ոլորեց Շավարշը իր պղտոր հայացքը: Հիշեց արյունոտ այն տեսարանը, միլիցատան բակում, ավազին, իր կողքի ընկած 2 դիակ, Իգդիրցի Թևիկը և Աղասին, լուռ, արնաշաղախ, միայն ծոծրակների վրա փոքրիկ վերքեր, խփված էր կռնակից: Այդպես: Դեպի Մաուզերը տարավ Շավարշը իր ձեռքը, արյունը գլուխը խփեց, հարբեց: Դա ոչ թե քամին էր փողոցում շաչում և ոչ էլ հրթիռը հրդեհում խավարը: Իր խմբի տղերանց հետ դա հյուրանոցում խմում, աղմկում է խմբապետ Շավարշը: Այդ նա էր, որ տարավ ձեռքը Մաուզերին հանեց, քաշեց ու վաղ առավոտվա մեջ չարագուշակ դաժան երգեց Մաուզերը, արյան, մուժի, մահի, ասպատակի երգ: Հետո ձայնակցեցին նրան մյուսները, Եգորը, Թաթիկը, Ղաչաղ-Սաքոն, իսկ քաղաքը սմքած, դեռ քնել էր ու զառանցում էր Մաուզերի կրակոց, ինչպես տիֆով հիվանդի զառանցանքում հրե, նախճիրի պես բացվող առավոտվա ֆոնին գծելով տագնապի հնչյունագրեր, երգում էր Մաուզերի սիմֆոնին: Կրակում էին տղերքը, բաց պատուհանից, իրար կողքի կանգնած, հայացքները դեպի լուսաբացը, համազարկը թռչում էր տանիքից տանիք, առավոտվա միջով և նրանց պես հարբած էր: Պղտոր առավոտվա միջով, առավոտվա մեգին, քաղաքի վրայով, որ զառանցում էր, սավառնում էր խմբապետ Շավարշի հոգին, հարբած, մռայլ, դաժան ինչպես ձյունը, որ բուք դարձած խեղդում է, տրորում, դարձնում աշխարհը, կյանքը, ամեն ինչ տենդ: Կրակում էր խումբը ու նայում հեռուն, աչքերում արյան, մեգի, մահի, տագնապի նախճիրներ: Շուռ եկավ հետո Շավարշը Մաուզերը ձեռին: Գնա՛նք: Գոռաց տղերքին ու պրծավ դուրս, խռպոտ հորդեց կոկորդից քրքիջը, հետո հայհոյանքը, հետո Եգո՛ր, կանչեց, լսո՞ւմ ես, մեզ Դրոն ուզել է: Ուզում է ուղարկի երկինք, եղբայրներիդ քով: Ու կրկին շառաչեց Շավարշի Մաուզերը, ասպատակի, մահի, արյան երգով, ահռելի էր Շավարշը, ձեռքին Մաուզեր, օրորվելով, գնում էր մեգի միջից,
Հետևից իր տղերքը բոլորի ձեռքին զենք, բոլորն էլ իր նման հարբած, առջևից քայլում էր, որպես սպառնալիք ինքը կողքեկողք ընկնելով գնում էր, այրում էր սիրտը տապը, հետո բռնեց նրան մի խեղդող դող, գլուխը շուռ եկավ, սիրտը թափեց հենց այնտեղ փողոցի մայթերին, տղերքը բռնել էին նրան փողոցում, ու դադարել էր արդեն մաուզերների երգը, մի ծանր խռպոց էր միայն օդը սղոցում, մեկը մոտիկ ընկած մեռնում էր երևի, կին էր, տղամարդ էր, երեխա, անհայտ էր, ում ինչ, թե նայիրյան ծագող արևին խռպոցով էր դիմավորում այդ մարդը, հանգստացավ Շավարշը, և երբ բեղերը սրբելով անցավ առաջ երկու զառանցանքի նման երեխաներ աչքերով ամեհի ահարկու, ինչպես շները սովամահ դաշտում դեգերող հղի կանանց նման փորերն ուռած մագիլների նման ձեռքերով հարձակվեցին Շավարշի փսխածի վրա և սկսեցին լափել ագահաբար ընկած երեսնիվայր մայթին ինչպես շներ: Ու նրանց աչքերում պսպղում էր քաղցը, անասնական, անեզրական, անեզր: Գնում էր փողոցով խմբապետ Շավարշը, հետևից տղերքը, իր նման հարբած, արդեն արթնանում էր զառանցող քաղաքը, արդեն առավոտ էր դառնում լուսաբացը, տներից ելնելով հետզհետե մարդիկ անխոս գնում էին, դեմքերին հոգս, անցնում էր Շավարշը, իր խմբով մայթից, տարածում էր շուրջը զարհուրանք, դող և հանկարծ կրկին նա քաշեց մաուզերը, առաջին հանդիպած մարդուն հրամայեց, դեպի պատը ռեխդ, դե շուռ տուր երեսդ, տեսնու՞մ ես, անցնում են մայթից, ահա ես, Շավարշն է անցնողը, տղերքը զվարթ, հռհռացին բարձր, հայհոյեց Հարոն ու շուռ եկավ մարդը, նայեց դեպի պատը և անցավ Շավարշը, հայացքը արյուն: Եվ հետո ինչքան նա հանդիպեց մարդու, բոլորին հրամայեց նայել պատին, բոլորի դեմքերին նա վախ էր կարդում և դա համարում էր բարձր պատիվ, և այդ պատճառով էլ չափազանց հպարտ էր: Մի ամբողջ փողոց նա այդպես անցավ, մինչև հանդիպեց մի մարդու, որի երեսը շրջել չկամեցավ: Երեսդ, գոռաց Շավարշը, դեպի պատը, թե չէ ռեխ-մռեխդ հիմի կջարդեմ: Բայց այդ զարմանալի մարդը մաուզերը քաշեց ու կանգնեց նրա դեմ: Շավարշը շվարեց, երազ էր, տենդ, ուզեց մաուզերի բլթակը քաշի և հանկարծ հետևից մի ծանր ձեռք բռունցքով խփեց Շավարշին: Շավարշը ոլորվեց, ընկավ մայթին, փողոցը երերաց աչքերում մթնեց ու թվաց Շավարշին, թե այդ մարդը քաշեց իր ուղեղում երկաթե պատնեշ: Չլսեց Շավարշը իր խմբի տղերանց մաուզերների ձայնը և չզգաց անգամ, թե ինչպես Եգորը հանկարծ քարի պես ծանրացած իր վրա ընկավ: Չտեսավ Շավարշը և այն, թե հետո իր խմբի մնացորդը ոնց նահանջեց: Լոկ թվում էր նրան, թե մեկը երկաթով այրում է իր ականջը: Եվ տանը միայն երբ աչքերը բացեց, ուշքի եկավ մի քիչ, հասկացավ, որ այդ մարդը, որին հանդիպել էր, եղել է իր մեծ խաչեղբայր խմբապետ Սմբատը: Ահա և ստեղծագործությունն ավարտվեց: Եղիշե Չարենցն այն գրել է 1928 թվականին: Եթե հավանեցիք տեսանյութը, բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի ավելին իմանաք հանճարների և նրանց ստեղծագործությունների մասին: